Բնական պաշարների սահմանափակ լինելու, էկոլոգիական խնդիրների և բնակչության աճի պայմաններում աշխարհում լայն տարածում է ստանում շրջանաձև տնտեսությունը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ օգտագործելու ռեսուրսները, իսկ արտադրության ընթացքում առաջացած թափոնները վերամշակել, կրկին դնել շրջանառության մեջ։ Մեր երկրում այս մոդելի ներդրման անհրաժեշտությունն ու հնարավորություններն են ուսումնասիրել տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատողները, շրջանաձև տնտեսության մոդելի հայեցակարգի ներդրումը որպես Հայաստանի պարենային անվտանգության բարձրացման անհրաժեշտություն գիտական թեմայի շրջանակում։ Մեր ինստիտուտը հիմնականում բազային թեմաները վերցնում է կառավարության ծրագրերից, այսինքն բխեցնում են կառավարության ծրագրերից եւ վերջին տարիներին ահագնացած պատերազմները, պարենային անվտանգության խնդիրները, համավարակները այդ ամեն ինչը ազդել են ռազմավարական նշանակություն ունեցող մեր բոլոր երկրների համար պարենային անվտանգության վրա։ Այդ իսկ նպատակով, որպեսզի կարողանանք ապահովենք պարենային անվտանգություն, շրջանաձև տնտեսության թեման ենք ուսումնասիրել։ Գիտական թիմը ներկայացրել է շրջանաձև տնտեսության մոդելի արդյունավետությունը թե երկրի, թե առանձին ընկերությունների մակարդակում, ընդգծելով դրա կիրառման հնարավորությունը գյուղատնտեսության ոլորտում պարենային անվտանգության տեսանկյունից։ Ուսումնասիրվել են նաև թափոնների կառավարման հարցերը և մշակվել առաջարկներ։ Դիտարկվել է մոդելի սոցիալ-տնտեսական ազդեցությունը, ցույց տալով, որ դրա կիրառումը կարող է նպաստել համայնքների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Կարևորվել է նաև էկոլոգիական նշանակությունը։ Հետազոտության արդյունքում առաջարկվել է մի քանի մոդել, որոնք հիմնված են վերամշակվող թափոնների, արտադրական ծախսերի և տնտեսության համար ստեղծվող հավելյալ եկամտի միջև հավասարակշռության վրա։ Հետազոտության ընթացքում նկատել ենք, որ միայն մասնավոր բիզնեսով չի կարող այդ գործը իրականացվել, այստեղ անհրաժեշտ է նաև հանրային և պետական քաղաքականության միջամտությունը։ Եվ հետազոտության արդյունքում մեր հանրապետության համար մշակել ենք շրջանաձև տնտեսության մոդելներ, որոնք ավարտուն տարբերակներ են և պատրաստ են մասնավոր բիզնեսի կողմից կարող են տեղայնացվել մեր հանրապետությունում, պատրաստ են իրագործման։ Ուսումնասիրվել են նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած մտահոգիչ ցուցանիշները, աշխարհում սովյալների թվի վերաբերյալ և հիմնավորվել շրջանաձև տնտեսության ներդրման կարևորությունը որպես 2030 թվականին կայուն զարգացման նպատակներին հասնելու գործիք։ Երբ որ ուսումնասիրում ենք մարտահրավերները պարենային անվտանգության, այստեղ կան լոկալ մարտահրավերներ, այսինքն երկրի մակարդակով եւ կա գլոբալ մարտահրավերներ։ Օրինակ, լոկալ կարող ենք նշել տվյալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, բնակչության կրթվածության մակարդակը, սնման ռեժիմը եւ այլն, բայց կան նաեւ գլոբալ մարտահրավերներ, որոնք անկախ այս հանգամանքներից երկիրը զարգացած է թե զարգացող է, ազդում է։ Գիտական թիմը մշակել է կիրառական առաջարկների փաթեթ կառավարությանը ներկայացնելու համար։ Ծաղկանուշ Միրզոյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։